եթե մենք ենթադրենք, որ արկա մեխանիզմները թույլ են տալիս, որ 1 հոգի անցներ, եթե անգամ 1 հոգի լինի Բևեռից ազգային ժողովում, ապա ազգային ժողովի այն գենետիկան, որը այսօր գոյություն ունի, ամբողջությամբ կփլվի։ Ինչու, որովհետև սև ու սպիտակ քաղաքական դաշտում միշտ հեշտ է միմյանց մեղադրել, որ դու դավաճան ես, չէ, դավաճանը դու ես, դու թալանչի ես, չէ, թալանչին դու ես։ Երբ որ գալիս է մի քաղաքական ուժ, որը իր ամբողջ այս կենսագրությունը պահել է անարատ, չի մասնակցել որևիցե կոռուպցիոն գործընթացների, չի ունեցել իշխանություն, որ լիներ դավաճան կամ ոչ, ապա նման քաղաքական ուժին կամ նրա ներկայացուցիչին հնարավոր չի ասել, որ դու ես թալանել կամ դու ես եղել դավաճան։ Այսինքն այն հարցերը, որոնք կբարձրացնի այդ անձը ենթադրական կամ իրականության մեջ Բևեռի ուրեմն ներկայացուցիչներ ազգային ժողովում, նրանք կամ պիտի պատասխանեն այդ հարցերին, կամ պիտի հանրությունը տեսնի, որ նրանք խուսափում են հարցերին պատասխանելուց, այսինքն այդ պատասխանները չունեն։ Այսինքն այն գենետիկան, որը այսօր կառուցվել է ազգային ժողովում, ամբողջությամբ փլուզվել է։